Արցախցի այս երաժիշտ պատանիներից շատերը ստիպված եղան թողնել իրենց գործիքները, տունն ու հարազատ միջավայրը, բայց ոչ երաժշտությունը։ Այն այսօր միավորում է բռնի տեղահանված պատանի երաժիշտներին։ Նրանք իրենց արվեստով ոչ միայն հաղթահարում են անձնական ցավը, այլև հիշեցնում աշխարհին։ Արցախն ապրում է իր մշակույթով ու երաժշտությամբ։ Այս ծրագիրը Արցախի երիտասարդ երաժիշտներին ալու է բազում հնարավորություններ։ Օրինակ, շատ շուտով ես կունենամ հյուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Յուրաքանչյուր ելույթ անչափ կարևոր է, բայց այս ելույթը առանձնահատուկ կարևոր է, քանի որ մեր Արցախի երիտասարդներն են ելույթ ունենալու։ 2023 թվականին բռնի տեղահանումից հետո ստեղծվեց «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը։ Այն աջակցում է Արցախից տեղահանված պատանի երաժիշտների մասնագիտական կրթությանն ու զարգացմանը։ Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 23-ին, նրանց առաջին համերգը Արամ Խաչատրյան տուն-թանգարանում էր։ Երաժշտությունը իհարկե օգնեց այդ դժվար ճանապարհը անցնել եւ ինչու՞ չէ նաեւ մի քիչ մեղմացնել։ Երաժշտության շնորհիվ կարող ենք ներկայացնել Արցախը, Արցախի մշակույթը, նաեւ Արցախի ժողովրդին։ Ունեցանք հնարավորություն վերջերս Մոսկվայում փառատոնի մասնակցելու, նվագախմբի կազմում նվագելու եւ այնտեղ նույնպես ներկայացեցինք Արցախը։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի առաջին համերգը յուրահատուկ ճամփորդություն էր դասական երաժշտության աշխարհում։ Պատանիները հանդիսատեսին ներկայացան սոլո ելույթներով։ Առաջին համերգի վայրն էլ պատահական չէր ընտրվել, խորհուրդ ունի արցախցի երիտասարդ երաժիշտներին խաչատրյանական օրհնությամբ ճանապարհել աշխարհի տարբեր բեմեր։ Ըստ ծրագրի ամենագլխավոր գաղափարի, որ նրանց կենսագրության մեջ պետք է գրվի «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը կհնչի աշխարհի լավագույն բեմերում։ Այս ծրագրով մենք խթանում ենք այդ մշակութային ժառանգության առաջխաղացումը, նրանց կրթությունը եւ հավատում ենք, որ հենց իրենց օգնությամբ Արցախի անունը լսելի կլինի երկար տարիներ աշխարհի տարբեր լավագույն բեմերում։ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել ու զարգացնել Արցախում ծնված, Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Հաջողակ երաժիշտը դա երաժիշտն է, որը կարողանում է իր տաղանդը ներկայացնել հանդիսատեսին, եւ մենք ունենք 23 շատ տաղանդավոր երեխաներ, որոնք որ ունեն ցանկություն ապրել երաժշտությամբ, որոնք որ ծնվել են Արցախում, որոնք որ իրենց պատմությունն ուզում են աշխարհին պատմեն, իսկ իրենց տաղանդը դա այն բացառիկ գործիքն է իրենց համար, մեր համար նաև, որ իրենց պատմությունը լսելի դարձնեն եւ պետք է ասեմ, որ մենք շատ հաճախ երաժշտությունը նայում ենք որպես մշակույթ, որպես արժեք, դրանցին շատ ենք մեկնաբանում եւ պատմում, բայց կա նաեւ պատմություններ, որոնք որ կարող են կյանք փոխել։ Եթե երեխաները, որոնք որ հավատում են երաժշտությանը, պատրաստ են լինել երաժիշտ, այն ամենից հետո ինչով իրանք անցել են, դա իմ համար որպես ավագ գոլեգա մեծ արժեք է եւ դրա համար պատկերացնում եմ, որ ես եւ իմ ընկերները անում ենք ամեն ինչ, որ այդ երեխաների տաղանդը եւ այդ միկրոդկլիման հարստացնենք, որ իրանք միայն ինչքան որ հնարավոր է մտածեն իրենց պրոֆեսիոնալ զարգացման մասին։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտները 5 տարի ստանալու են մասնագիտական կրթություն եւ հնարավորություններ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում։ Հնչեցնելով «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։